Միհալ Ստոչելն է, Երևանում անցկացված դասական Եվրատեսիլ 2026-ի հաղթողը։ 18-ամյա ակորդեոնահարը տպավորեց միջազգային ժյուրիին Մայկուսյակիի ակորդեոնի համար դասական կոնցերտի 3-րդ մասի կատարումով։ Սա Լեհաստանի 4-րդ հաղթանակն է այս մրցույթում։ Ես շատ ոգևորված եմ, շատ ուրախ եմ։ Ես անում եմ սա եւ պարզապես երջանիկ եմ, հրաշալի էր։ Շնորհակալություն Հայաստան։ Միհալ Ստոչելը 7 տարեկանից է ակորդեոն նվագում, այժմ իր սերնդի լավագույն արտիստներից է։ 2026-ին արժանացել է տարվա լավագույն պատանի երաժիշտ տիտղոսին։ Մոտ 30 տեղական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Երկրորդ տեղում Լատվիան ներկայացնող մարիմբա հարուհի Սոնյա Միսինյանն է, իսկ Հայաստանն այս մրցույթում 3-րդն է։ Մեր պատվիրակը ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանն էր։ Ես շատ ուրախ եմ, շատ վառ ու հետաքրքիր անցավ այս օրերը, միշտ կհիշեմ այդ ես շատ գոհ եմ իմ նվագից, ամենակարևորը, որ ես հաջող ստացա նվագելով մեր ֆիլհարմոնիկ օրկեստրի հետ։ Հաջորդ տարի դասական Եվրատեսիլը կհյուրընկալի Լատվիան, իսկ այս տարի այն անցկացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն է իրականացրել մրցույթի կազմակերպչական ու հեռարձակման աշխատանքները։ Այն ուղիղ ռեժիմով հեռարձակվել է եվրոպական 11 երկրում եւ հեռուստաէկրանների մոտ հրավիրել միլիոնավոր մարդկանց։ Հանրային հեռուստաընկերության համար եւ մեր թիմի համար միշտ դժվար է տարանջատել, երբ մենք ենք կազմակերպում եւ նկարահանում, թե այդտեղ մեր դերը որն է առաջնային, բայց կարծում եմ, որ պետք է այս դեպքում կիսենք, քանի որ մեզ համար ոչ միայն միջոցառման տեղի ունենալն է կարևոր եւ անցկացնել, այլև դրա եթերի հեռարձակումը, թե ինչպես է տեսնում հեռուստադիտողը, քանի որ դահլիճը այդքան էլ մեծ չէ եւ շատ կարեւոր է, որպեսզի հեռուստադիտողը եւ շատ կարեւոր է, որ ոչ միայն Հայաստանի հեռուստադիտողը, այլև այն երկրների, ովքեր որ հեռարձակելու են այս միջոցառումը, իրենք այդ ամբողջ ճոխությունը եւ այդ ամբողջ միջոցառման ճաշակը եւ այն ջանքը, որ ներդրվել է այս միջոցառման անցկացման վրա, իրենք տեսնեն եթերում։ Վերջապես այն, ինչը ամիսներ շարունակ պլանավորում էինք եւ ինչի շուրջ առաջին ալիքի թիմը աշխատում էր, իրականություն է։ Նման մասշտաբային նախագծի եւ միջոցառումների ընթացքում իհարկե լինում են շատ խնդիրներ, բայց կարող եմ ասել, որ մեր պատվիրակությունները եւ հատկապես պատվիրակները, մասնակիցները շատ գոհ են այս ընթացիկ շաբաթվանից ու իսկապես մենք արել ենք ամեն բան, որպեսզի շատ տպավորված նրանք հեռանան Հայաստանից։ Երաժիշտները 11 երկրներից նվագում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մենք երբ որ բազելում էինք, համերգից հետո երկուսը մոտեցան ինձ եւ ոգևորված ասում են այնքան ուրախ ենք, որ դա 1 ամիս առաջ էր։ Հիմա ձեզ հետ մենք պետք է նվագենք։ Ես էլ այդ պահին մի քիչ Եվրատեսիլի այս համերգը մտքիս մեջ չէր, ասեցի, այդ ինչ ես էլ եմ ուրախ, բայց ինչ պետք է նվագենք։ Ասեցին, բա մենք Եվրատեսիլի մասնակիցներն են։ Մեկը Շվեյցարիայի ներկայացուցիչն էր, որը բազելում է սովորում, մյուսը կարծես թե Նորվեգիայի տղան, որը նույնպես բազելում է սովորում։ Այսինքն բնական է, որ իրենց համար ուրախություն է եւ գալիս են, նստում ենք, մանրամասն աշխատում ենք։ Դասական Եվրատեսիլ միջազգային հեղինակավոր 22-րդ մրցույթը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Եվրոպական հեռարձակողների միության համագործակցության շրջանակում է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձր հովանու ներքո։ Մրցույթը 1982 թվականին նախաձեռնել է Եվրոպական հեռարձակողների միությունը, նշանավորելով ստեղծարարությունը, մշակութային բազմազանությունն ու երաժշտության համընդհանուր լեզուն։ Մրցույթը մի հարկի տակ է հավաքում 12-ից 21 տարեկան տաղանդավոր երաժիշտների, նպատակ ունենալով ոգեշնչել եւ միավորել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց։ Էմմա Վարդանյան, լուրեր։